Զարուհի Բաթոյան։ Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալ եմ զեկույցի համար, ձեր խոսքի սկզբում նշեցիք այն օրակարգի մասին, որով հեղափոխությունից հետո մեր կառավարությունը սկսեց աշխատել, խոսքը մասնավորապես ապօրինի գույքի բռնագանձման, թալանը ետ վերադարձնելու, արդարադատությունը վերականգնելու մասին է։ Բնականաբար նաև նշեցիք, որ էական փոփոխություններ կան եւ արդեն զգալի թե ֆինանսական, թե անշարժ գույք է վերադարձվել պետությանը, բայց այնուամենայնիվ քաղաքացիներից շատերի մեջ դեռևս այն հարցը կա, որ իհարկե առանց անմեղության կանխավարկածը խախտելու, որ գլխավոր թալանչիներն ու գլխավոր հանցագործներն այնուամենայնիվ դեռևս պատժված չեն։ Իհարկե մենք ունենք նաև դեպքեր, երբ այդ պատժելու փորձերն են ձախողման ենթարկվել։ Այսինքն խոսքը դատարանի մասին չի, այլ դատարանում դրանք բավարար հիմքեր չունենալու պատճառով երբեմն նույնիսկ քննության չեն ենթարկվում։ Իսկ որոշ դեպքերում մենք ունենք նույնիսկ դեպքեր, երբ մարդիկ սկսում են կամ վերսկսում են քաղաքականությամբ զբաղվել, ընտրությունների են մասնակցում եւ այլն։ Այս մասով մենք ունենք արդյոք անհրաժեշտություն վերանայելու գործիքակազմը որևէ, որովհետև խոսքի իհարկե քննչական, իրավապահ մարմինների մասին է, որովհետև արդարացիորեն թվում է, թե բոլորը ամեն ինչ գիտեն, բոլորը ճանաչում են մեղավորներին, բայց այնուամենայնիվ նրանք դեռևս անպատիժ են։ Այս մասով կուզեի նշեք, արդյոք մենք ունենք հնարավորություն գործընթացներում բեկում մտցնելու կամ որևէ փոփոխություն անելու այն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար, բայց իհարկե ես խնդիրներին անդրադարձա իմ խոսքում, այդ թվում արդարության եւ արդարադատության ընկալումների, բայց այդ թեմայի մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, որ մենք ուրիշների մասին չենք խոսում։ Այսինքն, եթե նույնիսկ խոսում ենք ընդհանուր հանցավորության, թալանի, թալանչիների եւ նրանց նկատմամբ մեր գործողությունների մասին, մենք այդ ժամանակ էլ իրանց մասին չենք խոսում։ Մենք այն ժամանակ խոսում ենք այն մոդելի մասին, որը մենք ուզում ենք ունենալ որպես պետություն։ Մենք ուզում ենք, այո, շատ դեպքերում, ես ինքս եմ քննադատաբար տրամադրված, բայց շատ դեպքերում ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդկանց ուզածը հաշվեհարդարն է ու վրեժն է։ Ես ասում եմ, չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում հաշվեհարդար եւ վրեժ։ Հայաստանի Հանրապետությունում պետքա, տեսեք, դուք ինքներդ ասացիք, առանց անմեղության կանխավարկածը խախտելու, բայց բոլորս ամեն ինչ գիտենք։ Հասկանում եք, այս երկու նախադասությունը բախվում են իրար ու երկուսն է փշուր են ելնում։ Հա դժվար է, հեշտ չի, բայց հեշտ չի ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների համար, մենք հոգ ենք տանում մեր պետության համար։ Մենք ուզում ենք մեր պետությունում ինստիտուտ կայացվի, որովհետև այո, մենք ինչ ասես կարանք անենք, համարելով, որ ինչ, բայց դրանից ինչ ենք մենք դառնալու որպես պետություն եւ որպես հանրություն։ Կան այդպիսի երկրներ, եւ կան մարդիկ, որոնք ուզում են մեր երկրի տանեն, կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ, ինչ ասեմ, որ կոռեկտ հնչի։ Երկրի փոխարեն ստացել են մի հատ, ենթադրենք, խորշ, գոմ։ Կան այդպիսի երկրներ ու համոզված են, նույնիսկ այդ գլուխները վերցրեցից պարել են, վայ, այս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտն է, այս Չինգիզ խանի ոտն է, այս էլ բանի պճեղն է, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա, բայց արդյունքում ինչ, հետո, դալշե, պատոմ։ Ուտեն շարունակ։ Հա, ոչ մեկ ինձնից շատ ասում են, ոչ նեղվի, ոչ ներվայնանա, որովհետև այդ ամեն ինչի անձնական պատասխանատվությունը ինձ վրա է, բայց հաջորդ հարցը կա, արդյունքում մենք ինչ ենք ուզում ունենալ որպես երկիր, ինչ ենք ուզում ունենալ, որ դու ինչ-որ մեկին տալիս ես սպանում, իրան տալիս ես սպանում, ինքը ավարտվեց, այն մնացած ամբողջը, դու
ես դեֆորմացվում։ Դու ես դառնում մարդասպան, դու ես դառնում հանցագործ, դու ես դառնում ամենավատ բաները։ Հա, բայց դու բան ես արել, այդ ասել ես վայ սիրտս հովացավ։ Ես մեր երկիրը տեն չեմ պատկերացնում։ Դու եթե հանցագործ են, ուր են փախնելու։ Ուր են փախնելու։ Ընդհակառակը այդ մարդիկ բան են անում, շատերը կան ասում են մեզ հետ բանը անմարդկային ձևով են վարվում, այս 7 տարի է քորդանակով մորթում են, տենց է չեմ մորթում։ Այդ տեսակետն էլ կա։ Բայց էլի եմ ասում, մենք ինստիտուտի մասին պետք է մտածենք եւ մեր խնդրեմը ինստիտուտի չկայացումն է։ Մեզ պետք է մեզ վստահելի ինստիտուտ։ Եվ դատավարություններ էլ կան, հա ձգվում են, հա վաղեմության ժամկետ, բայց մեկը արդարությունն ու արդարադատությունը հասնելու է բոլորին եւ բոլորիս, որովհետեւ խոսքը դրա մասին է, հա արդարադատությունը ցուցակ չի ունենում։ Արդարադատությունը ցուցակ չի ունենում։ Արդարադատությունը ունենում է սկզբունքներ։ Այդ սկզբունքը պետք է դրվի։ Եվ այդ սկզբունքը դրվում է դժվար, դաժան, բարդ, չի ստացվում, անդադ ձախողումներով, բայց դրվում է։